Պարոն Սիրանյան, եթե կարելի խնդրեմ նաև անդրադառնանք ընդհանուր 2025-ի հայրենադարձության միտումներին, վստահաբար թեժ կետեր են եղել, որոշակի հոսք եղել է, դրանից բացի նաև շարունակվում է նաև այն բնականոն հայրենադարձության հոսքը, որին ինտեգրման կենտրոնը ևս աշխատում է այդ ուղղությամբ, խնդրեմ մանրամասնեք։ Սիրով, ուրեմն անցյալ տարի եթե մի խոսքով պետք է բնութագրեմ հայրենադարձությունը, ապա բնականոն այն բառը, որ դուք ընտրեցիք, ճիշտ համապատասխանում է, որովհետև առանց ինչ-որ մեծ աճի կամ ինչ-որ անկման թվեր են եղել և ամենամեծ իհարկե մեծ աճը թվի եղավ 22-23 թվականներին կապված Ռուսաստան-Ուկրաինա առճակատմամբ ինտեգրման կենտրոնը շարունակում է զարգացնել իր ծրագրերը և ավելի այսպես թիրախային դարձնել և սպասարկել այն մարդկանց, որոնք տեղափոխվում են Հայաստան։ Ուրիշ հարց է, որ մեզ որպես պետություն անհրաժեշտ է, որպեսզի այս հայրենադարձությունը լինի շատ ավելի մասշտաբային և շատ ավելի լայնածավալ, որովհետև ոչ միայն ճիշտ է, որ հայ մարդիկ ապրեն Հայաստանում, ես սա ասում եմ իհարկե քաջ գիտակցելով, որ միևնույն է Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը Հայաստանում չի գալու ապրի, լավագույն նույնիսկ պայմաններով, բայց ինչ որ մասսա կա կրիտիկական, որը մեզ անհրաժեշտ է, որպեսզի գան ապրեն, որովհետև մենք նաև ունենք ժողովրդագրական բավական վտանգավոր, այսպես եւ մշուշոտ ապագա, եթե չկարողանանք կտրուկ աճեցնել երկրի բնակչությունը։ Բայց սա այլ երկրների փորձը ցույց է տվել, որ կապված է մի քանի գործոնների հետ, որոնցից մեկը նաև ֆինանսական միջոցների հատկացումն է։ Եվ չեմ կասկածում, որ մի պահ գալու ենք նաև դրան, որ մեր այդ անվտանգային ամենա այսպես թեժ հարցերը, երբ որ ինչ-որ մինիմալ լուծում կստանան, այսինքն դա լինի անվտանգությունը, առողջապահությունը, կրթությունը եւ այլն, ուշադրություն նաև կարող ենք սևեռել հայրենադարձության միջոցով ժողովրդագրական պատկերը փոխելու վրա, որովհետեւ այսպես եթե նայում ենք մեր ծնելիությանը եւ այլն պատկերը պետք է բոլորիս անհանգստացնի։ Իսկ հայրենադարձության ինտեգրման կենտրոնը այն ընտանիքների հետ, որոնց հետ աշխատել է, հիմնականում որ երկրներից են եւ ինչ ծառայություններ են։ Հիմնականում իհարկե ամենաշատ հայրենադարձները Ռուսաստանի Դաշնությունից են, այդ անփոփոխ է։ Երկրորդ ամենամեծ թիվը դա Միջին Արևելքի մեր հայրենակիցներն են, Սիրիա, Լիբանան, Իրան, եւ մյուս խումբն էլ արդեն բոլորին է ներգրավում, լինի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Արգենտինա, Ավստրալիա եւ այլն։ Բայց ամենամեծ խումբը իհարկե Ռուսաստանն է եւ դա կարծում եմ միշտ է այդպես լինելու, մի քանի պատճառներով, նախ որովհետեւ իրենք շատ են, հետեւաբար հավանականությունը գալու ավելի մեծ է, որովհետեւ իրենք մոտ են, որովհետեւ իրենք մոտ են ոչ միայն աշխարհագրականորեն, այլ նաեւ հոգեբանորեն եւ նաեւ ծագումնաբանորեն, հետեւաբար շատերի համար դա վերադարձ է Հայաստան, բառից բուն իմաստով հայրենադարձություն է, եւ դա լավ է, խնդիր չկա դրանում բացարձակապես, իհարկե եթե մեր տնտեսությունը շարունակի զարգանալ, եթե կյանքի պայմանները բարելավեն եւ այդ կրկնում եմ այդ կրթությունը, առողջապահությունը, այդ ամեն ինչը գա ինչ որ այսպես միջին եվրոպական ստանդարտի, ես չեմ կասկածում, որ հոսքերը արդեն արևմտյան Սփյուռքից կտրուկ կաճեն եւս։ Պարոն Սիրանյան, Երուսաղեմում ունենք խնդիր, նախորդ տարի դուք այդ հարցը բարձրացրեցիք, վերջերս էլ եղել եք Իսրայելում, կխնդրեմ ներկայացնեք այնտեղի այդ խնդիրները որքանով կարգավորվեցին եւ եթե չեմ սխալվում, Իսրայելի ղեկավարությունը նոր գույքահարկեր է նաեւ սահմանում, դա եւս դժվարություն է նաեւ տեղի հայերի համար, այդ մասին էլ խնդրեմ։ Այո, եւ սա էր պատճառը նաեւ, որ այցելեցի Իսրայել դեկտեմբեր ամսին, ընդ որում նշեմ, որ 2010 թվականն վերջին տարին էր, որ որևէ հայ պաշտոնյա այցելել էր համայնքները Իսրայելի, մեր հայկական, հետեւաբար շատ հետաքրքիր այցեր, շատ հաջող այցեր նաեւ, իհարկե պատրիարքի հետ, Նուրան պատրիարքի հետ քննարկեցինք բոլոր այս հարցերը,
այսպես սառնասրտորեն եւ բարեկամաբար, որովհետեւ մենք շատ սրտացավ ենք մեր հայրենակիցների համար այնտեղ, մեր նաեւ պատմական ներկայությունը իրոք շատ տպավորիչ է, եթե մարդիկ եղել են Երուսաղեմում եւ ծանոթացել են Պատրիարքարանի ներկայության խորությանը եւ ծավալին, այնտեղ հաշվի առնելով այդ քաղաքի կարեւորությունը համաշխարհային մասշտաբներով, մեր համար պետք է շատ կարեւոր լինի մեր կարգավիճակը այնտեղ եւ մեր կարգավիճակի պահպանումը։ Հիմա այն խնդիրները, որոնց մասին դուք նոր խոսեցիք, մանավանդ կապված տարածքների վարձակալման հետ, հարվածի տակ են դնում այդ ներկայության։ Խոսեցինք դրա մասին, այս հարցերը հանգուցա լուծված չեն, դատական գործեր կան, կապված այս ամենի հետ եւ այդ գործերը շարունակվում են։ Ես առաջարկել եմ մեր աջակցությունը նաեւ Պատրիարքարանին իրատեսորեն, այսինքն ինչ հնարավորությունները որ Հայաստանը կարող է աջակցել այս հարցում եւ կոնկրետ ինչ որ արձագանք չկա, որովհետեւ կրկնում եմ դատական գործերը ընթանում են, դատական գործերը լուրջ են եւ իրավական հիմքերի վրա են, ոչ թե ասենք դիվանական, դիցաբանական կամ քաղաքական։ Ինչ կապված է հարկերի հետ, հարկերի հարցը ըստ Պատրիարքոր բանակցվում է Իսրայելի իշխանությունների հետ, այս նույն հարկերը նաև չեմ ուզում ասել առաջարկվել են կամ դրվել են նաև բոլոր մյուս կրոնական համայնքների վրա, այնպես որ դեն զուտ հայկական խնդիր չի, բայց բնական է որ հսկայական ֆինանսական բեռ կհանդիսանա Պատրիարքարանի վրա եւ դա մի հարց է, որ էլի կասկածի տակ է դնում մեր հայկական ներկայությունը այնտեղ, հետեւաբար բանակցում են Պատրիարքարանը, մեր հայրենակիցները Եվ այսպես մենք այնտեղ ունենք շատ հետաքրքիր համայնք, ունենք հին մի քանի շերտանոց այսպես համայնք, մեկը հին հայեր են, որոնք դեռ մինչև ցեղասպանությունն են տեղափոխվել Երուսաղեմ եւ այսպես բնիկ են համարվում, կան հայեր, որոնք ցեղասպանությունից հետո են եկել եւ օթևան են գտել այնտեղ եւ կան սովետական միության փլուզումից հետո գնացած հայերը Երևի 4-րդ խումբն էլ դա արդեն մեր հոգևոր հայրերն են, որոնք այնտեղ հոգևոր ծառայության են իհարկե եւ նրանց մեծ մասը Հայաստանից է դա էլ նշենք։ Եվ այս խմբերը որոշ չափով իրարից զատ են ապրում, որոշ չափով միասին են ապրում, բայց իհարկե բոլորը միավորված են Պատրիարքանի հայկական թաղամասի կարգավիճակի շուրջ։ Պարոն Սինանյան, եթե 2026-ի անելիքներից խոսենք, այն որ մշտական ձեր ունեցած ծրագրերը կշարունակվեն, ինչ նորություն է սպասվում, կարծես թե փորձում եք կյանքի կոչել Սփյուռքյան Պարտատոմսերի գաղափարը, ծրագիրը, մի փոքր այդ մասին կխոսեք։ Պարտատոմսերի գաղափարը, այսպես համառորեն մենք կարճացենք մնում այդ գաղափարին, չնայած բոլոր դժվարություններին եւ որովհետև հավատում ենք այդ ծրագրին, որովհետև տեսել ենք թե պրակտիկայում ինչպես է գործում եւ ինչ կարևոր դեր կարող է ունենալ ընդհանրապես Հայաստան-Սփյուռք կապերի մեջ։ Դրա տեխնիկական կողմերը չբացատրեմ, որովհետև այս ֆորմատը ճիշտ չի եւ այնպեսի բան չէ, 2-3 բառով չեմ կարող բացատրել, բայց դրա օրինակ է թե մեր հայրենակիցներից որևէ մեկ ուզում է հասկանալ ինչի մասին է խոսքը, կարող են գնալ եւ Google search անեն Israel bonds եւ կհասկանան ինչի մասին է խոսքը 26 թվականը այդ մեր ծրագրերը թե մի կողմ դնենք են բյուջետավորված ծրագրերը, որոնք կրկին որևէ մեկ կարող է նայել բյուջեին եւ հասկանալ ինչ ենք անելու մյուս տարի, բայց բովանդակային իմաստով այդ ծրագրերն էլ միտված են այդ նույն նպատակին ծառայելու կրկին այդ Սփյուռքի հետ իրար ճանաչելու, իրար հետ բացատրվելու, իրար հետ ընդհանուր լեզու գտնելու, մեր պետության կարիքները, իրատեսական խնդիրները հասկանալի դարձնելու տարի պետք է լինի, որովհետև դա է այն հիմնարար բազան, առանց որի այլ որևէ բան չի ստացվելու։ Տեսեք, մենք կարող ենք վերադառնալ մինչև 2018 կամ մինչև 2020 թվականի ստատուս կվոին, երբ որ բոլորս իրար երեսին թոզ ենք փչում, ես կոպիտ ասած, ձևացնում ենք որ ամեն ինչ լավ է, բայց վերջում շատ ամեն ինչ վատ է լինելու, ինչպես եղավ։ Ավելի լավ է
դաժան ճշմարտություն իրար ասենք, հասկանանք ինչ է տեղ ունենում, ով ինչ խնդիրներ ունի, ինչ խնդիրներ ունի, ինչ խնդրեմ ունի մեկը մյուսի հետ, եւ այդ բացատրվելուց հետո, իրար հասկանալուց հետո մենք կարող ենք առաջ շարժվել, թե չէ առանց դրա չի ստացվելու։ Շնորհակալ եմ շատ հանգամանալից